Ոչ ոք չի կարող ասել, թե ինչով կավարտվի ամերիկա-իրանական այս պատերազմը։ Ինչքան էլ փորձեն վերլուծել, ինչքան էլ կարծիքներ հայտնեն, պատկերացնեն ինչ-որ հնարավոր սցենարներ, գործոններն այնքան շատ են, սիրելի բարեկամներ, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու եւ շանս ունենալ, որ ինչ որ ձևով ճիշտ դուրս գա։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան կտևի այս պատերազմը։ Հիշեք ռուս-ուկրաինական պատերազմը։ 4 տարի արդեն այդ պատերազմը գնում է, որ պիտի 2 շաբաթում ավարտվեր։ 4 տարվա ընթացքում ինչ հնարավոր էր կանխագուշակել են։ Կանխագուշակել են, որ Ուկրաինան կվերանա որպես պետություն, հետո բացատրել են խիչը վերացավ։ Հետո կանխագուշակել են, որ Ռուսաստանը այս պատերազմի արդյունքում կփլուզվի որպես պետություն, հետո բացատրել են, թե ոնց Ռուսաստանը չփլուզվեց։ Կանխագուշակել են, որ Ռուսաստանը շատ արագ կհաղթի, հետո բացատրել են, թե ոնց չկարողացավ հաղթել։ Պնդում են, որ Ռուսաստանը ամեն օր պատերազմում կորցնում է 100 զինվոր, բայց ոչ ոք չի կարող բացատրի, թե ոնց է պատահում, որ աճյունների փոխանակման ժամանակ ուկրաինացի զինվորների աճյունները 100 անգամ ավելի շատ են, քան ռուս զինվորների աճյունները։ Կանխագուշակել են, որ Ուկրաինան այդքան մարդականակ չունի, որ պատերազմի Ռուսաստանի դեմ, հետո բացատրել են, թե ոնց պատահեց, որ Ուկրաինան մարդականակ գտավ, որ մի բան էլ ռուսական տարածքը գրավի, հետո հետ վերադարձրեց։ Հիմա նույն վիճակն է Իրանի հետ։ Հիմա վերլուծաբանները սկսել են կանխագուշակել, թե ինչ կլինի։ Հիմա ինչ էլ կանխագուշակեն, կարող են պատահաբար միայն ճիշտ դուրս գալ։ Եվ ամենայն հավանականությամբ սխալ են դուրս գալու։ Բոլոր այդ գուշակները, որ կանխագուշակում են, որ Իրանը կարող է որպես պետություն փլուզվել, որովհետև բազմազգ է, իրենք պետք է իմանան, որ ինչքան էլ Իրանը բազմազգ պետություն լինի, Իրանը կուռ պետություն է։ Բոլորը, թե պարսկախոս իրանցիները, թե ադրբեջանախոս իրանցիները, թե քրդերը, թե բելուժները, թե մնացած ազգերը, իրենք իրենց համարում են իրանցի։ Նույն համոզվածությամբ պնդում են, որ Իրանը ոչ մի դեպքում չի կարող փլուզվել։ Թող հիշեն Յուգոսլավիան։ Եթե Իրանում խոսում են տարբեր լեզուներով, ունեն նույն կրոնը, ապա Յուգոսլավիայում խոսում էին նույն լեզվով։ Սերբերենը եւ խորվաթերենը իրարից ավելի քիչ են տարբերվում, քան հայերենի երկու ցանկացած բարբառ։ Կկանխագուշակեն, որ Իրանում իշխանափոխություն կլինի ու կարող են սխալ դուրս գալ։ Կկանխագուշակեն, որ իսլամական ռեժիմը կմնա ու կարող են էլի սխալ դուրս գալ։ Կկանխագուշակեն, որ իրանցի ժողովուրդը դուրս կգա իր իշխանության դեմ ու կարող են էլի սխալ դուրս գալ, որտեղ ինչքան էլ ժողովուրդը տառապած լինի, երբ որ արտաքին ագրեսիա է, ժողովուրդը չի դուրս գալի որպես կանոն իր սեփական իշխանության դեմ, որտեղ արտաքինից ռումբեր են ուղարկում քո պետության դեմ։ Դու չես մտածում իշխանություն փոխելու մասին այդ պահին։ Կկանխագուշակեն, որ Իրանի տնտեսությունը ոչ մի կերպ չի դիմանա եւ կարող են ճիշտ դուրս գալ, կարող են էլի սխալ դուրս գալ։ Իրանը 90-92 միլիոնանոց հսկա պետություն է եւ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ կկատարվի, երբ հարցակում է գործվում այդպիսի մեծ պետության վրա։ Ոչ ոք չգիտի Ամերիկայի Միացյալ Նահանգների պլանները, ոչ ոք չգիտի Իրանի ռազմական ներուժը։ Այսինքն ինֆորմացիան, վերլուծաբանների ինֆորմացիան այնքան քիչ է եւ գործոններն այնքան շատ են, որ հնարավոր չէ ասել, թե ինչ է լինելու։ Ոստի տեղի է ունենում, այն ինչ որ միշտ տեղի է ունենում։ Վերլուծաբանները հելնում են հիմար սկսում են խոսել, 10-20 հնարավոր սցենար են նկարագրում, այս սցենարներից մեկը պատահաբար ճիշտ է դուրս գալի, մոռանում են այն բոլոր սցենարները, որ նկարագրել են, որ չի իրականացել եւ ասում են, տեսակ, մենք գիտենք ինչ է լինելու։ Իսկ ինչ է ձեռնտու Հայաստանին։ Հայաստանը ձեռնտու է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, Իրանը դառնա ազատ երկիր, ինտեգրվի աշխարհին, տնտեսապես զարգանա եւ տարածաշրջանում հակակշիռ լինի Թուրքիային։ Իրանը միակ պետությունն է, որը կարող է հակակշիռ լինել Թուրքիային, իր մեծության եւ աշխարհագրական դիրքի եւ բնակչության հաշվին։ Սա այն է, ինչ մեծ ձեռնտու է, բայց մենք 0 լծակ ունենք ազդելու իրադարձությունների վրա։ Հետևաբար մեր միակ անելիքը պիտի լինի խաղաղության կոչ անելը եւ պատրաստ լինելը, որ մեր եղբայրական ժողովրդին ընդունենք եւ օգնենք, ինչպես Իրանն է մեր ժողովրդի, մեր պետության կողքին կանգնել պատմության ընթացքում։